Բարգավաճ Հայաստանն այսօր լքեց ևս մեկ պատգամավոր, կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը։ Մեկ շաբաթ առաջ Արմավիրցի Աղաբաբյանն Ազատության հետ զրույցում հաստատակամ էր, չի լքելու ԲՀԿ-ն։ Այդ կառույցը իմ որպես մի զավակ, իմ կողմից ստեղծված մի կառույց, որ ես չեմ կարող ոչ կառույցի անդամներին դավաճանել, ոչ էլ ինձ շրջապատող մարդկանց։ Դեռ մեկ ամիս առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը 36 հոգանոց էր։ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյան հանդիպմանը հաջորդած վերադասավորումներից հետո կուսակցությունը լքել է 13 պատգամավոր, խմբակցությունը միայն 6-ը, բացառապես մեծամասնական ընտրատարածքներից ընտրվածները։ Մյուսները կուսակցությունից հեռանում, բայց մնում են խմբակցության անդամ մեկ պարզ պատճառով։ Վարդան Օսկանյանից բացի համամասնական ցուցակով ընտրված մյուս բարգավաճականները խմբակցությունից հեռանալով կզրկվեն նաև մանդատից։ Մարդիկ իրենք են որոշումները կայացնում, ազատ են իրենց որոշումների մեջ, այլ դիմումներ եւ այլ նորություններ այս պայդրությամբ ես չունեմ, սպասենք, ես ոչինչ չեմ բացառում այս պայդրությամբ, տեսնենք այդ արտահոսքը ինչքան է շարունակվելու դեռ։ Վահրամ Բաղդասարյանի խոսքով հանրապետականին ձեռք չի տալիս, որ պատգամավորները լքեն Բարգավաճ Հայաստանը, բայց կան մարդիկ, որ իրենց խառնվածքով ընդդիմադիրներ չեն, ասում է։ Ավելի ազնիվ եմ համարում, ես անկեղծ ասած, որ իրենք բացահայտվում են եւ ասում են ոչ մենք ընդդիմադիր չենք։ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հետ խորհրդարանում հետագա համագործակցությունը չեն բացառում թե Բարգավաճ Հայաստանի, թե հանրապետականի ներկայացուցիչները։ Եթե իրենք ցանկություն կունենան համագործակցելու, թեկուզ քվեարկության հետ կապված, ընդհանրապես Բայլաձևի դիրքորոշման հետ կապված, մենք պատրաստ ենք դա կլինի անկախ պատգամավոր, կլինի խմբակցությունում հանդես եկող անկուսակցական պատգամավոր, մենք բոլորի հետ պատրաստ ենք քննարկելու, ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ անհատ պատգամավորների հետ։ Չի բացառվում նաև, որ կլինեն համագործակցության եզրեր նաև տարբեր քվեարկությունների շուրջ, ես ոչինչ չեմ բացառում եւ չեմ ուզում տենց սև ու սպիտակի գիծ քաշել, որովհետեւ դուք ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոփոխական է եւ որևէ մեկը չգիտի թե վաղը ինչ է լինելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հեռացած Արագած Ախոյանն ասաց, կաշկանդված չէ ընդունել հանրապետականի բոլոր առաջարկները, ոչ մեկին խոստում չի տվել, որ ամեն բերած նախագծին կողմ կքվեարկի։ Ոչ մեկի հետ չպիտի աշխատեմ, ինքս պիտի աշխատեմ ինձ հետ, ելնելով այն բոլոր, ուրեմն սատարելու եմ այն բոլոր օրենսդիր նախագծերի, որոնք որ բխում են մեր ազգաբնակչության շահերից։ Բայց հակադրվելու ճանապարհով էլ չի գնալու։ Լինելով ինքս նատուրայով որպես շինարար, արվեստագետ, չի լինելու, ասենք, զուտ ինչ-որ հակադարձող, ասենք, այսպես ասեմ, հակա ինչ-որ դիրքորոշում, հա, այլ լինելու է կառուցողական, ես իմ պնդումները, իմ առաջարկներին լինելու եմ հոգեհարազատ եւ պնդելու եմ մինչեւ վերջ։ Արդեն 5 օր Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գործող Բարգավաճ Հայաստանը չունի խորհրդարանական խմբակցության ղեկավար, նիստ չի անցկացրել, ասաց Վահան Բաբայանը, իսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ արդեն գտել են Հանրապետության փողոցում, իշխող հանրապետականի գրասենյակից ոչ հեռու։ Երկհարկանի շինությունն այժմ վերանորոգվում է։ Հիշեցնեմ, ԲՀԿ նախագահությունից Ծառուկյանի հեռանալու հաջորդ իսկ օրը կուսակցությունը դուրս եկավ նաև նրա ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատից։